Ապրիլի 4-ն է, գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում, որտեղ տան անդամները ամուսինը հաշմանդամ, մայրը թոշակառու, ընտանիքի անդամներով մի խոսքով վարկով վերցրած ճուտ են պահել, հավեր են պահել ու այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում հերթական անգամ գալիս են այստեղ, սա գոմ չի, չէ, չտանոցա։ Հա, գոմ, գալիս են գոմ, որպեսի կերակրեն հավերին եւ ականատես են լինում մի սարսափ տեսարանի։ Մոտ 2700-ից ավելի ճուտ, 3 ամսական ճուտեր, տարբեր կողմերում, անգամ անկյուններում են, ոնց որ ասում խոտի դեզի նման լցված, ամբողջը սատկած։ Այդ ժամանակ, երբ ընտանիքի անդամները գալիս են գոմի ուղղությամբ, որպեսզի կերակրեն ճտերին, տեսնում են երկու շուն, թափառական շուն եւ ըստ իրենց վստահ են, որ հեղինակները, այսպես ասած ճակերտավոր հեղինակները, այս սպանդի հեղինակները թափառող շներն են։ Ժամը 7-ի կողմերն է, չէ՞ դուք մտած։ Ժամը 7-ին արդեն հեգան, որ Ներտական կերը։ Կերը ուզեցան կանկերտան, մեկը տեսանք շներն տեղեն, մեկի բերանել ճուտեն։ Ու դուրը տեսանք։ Հա, շների ոտնահետքերն այդո տարբեր կողմերում թափված ճտերը։ Ցանցն լրիվ փոկված, շները մտել են, կեսն հայատն են փռել, կեսն սեստեղ։ Հիմա ճիշտն ասած, թե ընտանիքի անդամները, թե ողջ հարևանությունը խնդրանքով դիմում են Գեղարքունիքի մարզպետին, Մարտունու քաղաքապետին, ինչու՞ չէ նաև Պապոյանին, էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանին, նամանավանդ որ էկոնոմիկայի նախարարը միշտ ասում է, թե իրենք խրախուսում են, իրենք մեծ տեղ են տալի, ընդառաջում են, օգնում են այն ընտանիքներին, ովքեր որ նման աշխատանքներ են կատարում, տնտեսություն են զարգացնում, խոշոր եղջերավոր անասուններ են պահում, այս դեպքում մարդիկ մի ամբողջ ընտանիք վարկով վերցրած 3 ամսական ճտեր են, չէ՞ սա 3 ամսական ճտեր են։